Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է եւ եկել է ժամանակը նախորդ շաբաթվա երևի թե բացը, որը մենք թողել էինք ֆուտբոլային աշխարհում լրացնելու, քանի որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում, գրեթե ամբողջ աշխարհում ֆուտբոլի գալիք տարվա աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները, ամենայն դեպս Աֆրիկա մայրցամաքում, Եվրոպայում բուրըն ընթացքի մեջ են եւ այդ հանդիպումների շարքը վերաբերում է նաեւ մեր ընտրանուն եւ մենք պետք է մի լավ ուսումնասիրենք տեղի ունեցածը արտագնախաղում ընդդեմ Հունգարիայի հավաքականի եւ մի փոքր էլ խոսենք գալիք արդեն 4-րդ տուրի հանդիպման մասին, որը այս հաղորդման հետ զուգահեռ ընթացք ապահովի, այնպես որ դուք հնարավորություն կունենաք նախ եւ առաջ մի լավ ծանոթանալու, թե ինչ կարելի է սպասել ակնկալել, հետո արդեն նայել բուն հանդիպումը եւ կախված արդյունքից մենք արդեն հաջորդ վերջին երկու տուրերի համար կհասկանանք մեր ընտրանին այսպիսով ինչ արեց եւ ինչի համար կարող է պայքարել այս շրջափուլում, ինչ արեց, ինչի համար կարող է պայքարել հետագայում եւ ինչ արեց ու ինչ ունենք հարցեր, որոնց պատասխանը թերևս մենք կկարողանանք ստանալ հենց Իռլանդիայի հետ պատասխան հանդիպումից հետո, այնպես որ ինչպես օդանավում են ասում, ամրագոտիները կապեք, շարժվում ենք առաջ ու քննարկենք նախ եւ առաջ Հունգարիայի հետ հանդիպումը։ Բուդապեշտի Պուշկաշ արենա ստադիոնը, որը այս խաղային օրվա կոնկրետ մեր նույն օրը տեղի ունեցած այլ հանդիպումների հետ հայամատությամբ ամենամարդաշատն էր, ավելի քան 50,000 երկրպագու էր ընդունել Բուդապեշտի ստադիոնը, թերևս իր կարևորությամբ այդ օրվա ամենա հանդիպումների շարքին չէր պատկանում, բայց մեզ համար իհարկե այլ հանդիպումները մենք պետք է դնեինք այդ երեկո մի կողմ եւ հետևեինք հենց մեր ընտրանու դիմակայությանը։ Եվ այստեղ կա երկու մակարդակի դիտարկումների շրջանակ, սիրողական, որոնք որ ինչպես միշտ շատ են, եւ այն ինչը որ մենք փորձենք պրոֆեսիոնալ տեսանկյունից դիտարկել։ Սիրողականը, ինչպես միշտ մարդաշատն է իր քանակով, քանի որ մեզ մոտ հայկական իրականությունում ֆուտբոլը լրիվ սիրողական մակարդակի ընկալման շրջանակում ինչ որ ժամանցի տարբերակ ու ձև է, կփորձենք այդ աշխարհի մարդկանց էլ ու իրանց դիտարկումներին էլ պատասխանել, հետո արդեն խաղ ավելի լուրջ մակարդակի կդիտարկենք եւ կքննարկենք սիրողական դիտարկումների շարքին պատկանողներից հերթականը, դե լավ, նորից պարտվեցինք, էսում եք բերել, էս ինչ մարզիչ է, էս ինչ ֆուտբոլիստներ են, Տիգրանը Բարսեղյան, Հովանիսյանը, կարճ ասած, դասական նույն քննարկումների նույն տրամաբանության, անտրամաբանական տրամաբանության շրջանակներից ինչ որ դիտարկումներ, որոնք հանդիպում են թե մեկնաբանություններում, թե առհասարակ հարցերի շրջանակը, որը որ ինձ կարող է տան փորձելով ստանալ ինչ որ իրենց համար ընկալելի եւ ընդունելի պատասխան, բայց նման մարդկանց համար ընդունելի եւ ընկալելի միակ պատասխանն է, որ իրանց տրամաբանության շրջանակներում փորձելու ես քլնգել, հայոյել, քրֆել, ասել դե տենց չի, սենց է, միանշանակ ընդունում եմ խայտարակ վատ հավաքականը, պարզապես մոռանալով, որ օրինակ մի ամիս առաջ այդ նույն մարդը երևի Իռլանդիայի հետ խաղից հետո արդեն պատրաստ էր գովերքել մեր ընտրանուն եւ տեսնել նրան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, որի մասին մենք առանձին խոսել ենք, փորձելով ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր որ շտապում են նման դեպքերում միանգամից մեզ որակավորել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այնտեղ Ամերիկայում տեղեր ապահովել, բարեկամների տները բրոնյա անել, որ մենք մեր խաղերի տոմսերն ու տեղերը ունենանք նայելու համար եւ նման մարդկանց եւս մեկ անգամ պարզապես այս պարտությունը առիթ է վերհիշեցնելու, որ այն հանգիստ ձեր տեղերում նստեք, ֆուտբոլ նայեք ու մի մեկնաբանեք, մի բարձրաձայնեք, մեկնաբանություններ մի գրեք, կամ եթե դուք ունեք ձեր առանձին խմբերը, այդտեղ տենց ներքին օգտագործման խոհանոցում
մարդա մեկը ձեր համար զբաղվեք ընդհանուր առմամբ, բայց գլոբալ պոստերում մասնագիտական մի ակտիվացեք, որովհետև ձեր կարծիքը, նման կարծիքը որևէ արժեք չունի, հասկանում եք, ամեն մի կատարված աշխատանքին կարելի է նման գնահատական տալ, կարելի է ասել, որ դուք ոչինչ չարժեք, ձեր արածը անիմաստ էր, ձեր խաղացած ֆուտբոլն էլ ինքնանպատակ ինչ որ մի 90 րոպեներ էին, որոնք որ որևէ կերպ, որևէ տեղ, որևէ արդյունք տալ չեն կարող։ Բայց կա մի հսկայական բայց եւ դա այն իրականությունն է, որը մենք փորձելու ենք պրոֆեսիոնալ աշխով որքան հնարավոր է պրոֆեսիոնալ մասնագիտական թվերի շրջանակներում նայել ու դիտարկել։ Գիտեք, գործընկերներիցս մեկը Արտուշը Մկրտչյան, ով բավականին ակտիվ է ֆուտբոլային հանրությունում, աշխարհում, շատ հետաքրքիր մի թվերի բազա էր իր Facebook-յան էջում դրել, որը ինձ համար ոչ թե կդառնա միակ աղբյուրը, այլ քանի որ եղած այլ աղբյուրների վիճակագրական տվյալները ոնց որ ավելի համեստ են, ավելի քիչ են կամ միտեղ մի փոքր շատ, մի փոքր քիչ, այստեղ ընդհանուր առմամբ ավելի շատ տենց տվյալներ կային, մեկտեղ էլ էր նաև նմանատիպ կարծիք հնչեցրել հենց այդ սիրողական մակարդակի դիտարկումների, իսկ այն ամեն ինչը որ ցույց են տալիս թվերի հետ հաշվի են նստում հիմա ամբողջ աշխարհում, խոսում եմ մեկ այլ բանի մասին։ Նախ եւ առաջ ինչի վրա ես ամենաշատը կցանկանայի ուշադրություն, որ շատերը դարձնեին, դա այն է, որ վերջին հանդիպումներից հետո Եղիշե Մելիքյանը վստահել էր այն կետերում այն տղաներին, որոնց շանս էր տվել եւ նրանք արդարացրել էին իրենց սպասումները, իրենցից սպասումները ու այդ թվում թերևս ամենակարևորը Փիլոյանն էր։ Պաշտպանությունում, որը երբեք մեզ մոտ այդքան փայլուն գործող օղակ չի եղել, նա իրեն արդարացրել էր եւ շանս ստացել այս խաղում եւս սկսելու հանդիպումը մեկնարկային 11-ի հետ միասին։ Արդարացված է միանշանակ։ Այս խաղն էլ ապացուցեց, որ նա լավագույններից մեկն էր վստահության տեսանկյունից, խաղը հասկանալու, կարդալու տեսանկյունից։ Տղան վստահ էր գործում, գիտեր որտեղ պետք է լինի, երբ, ինչու։ Բոլոր հարցերի պատասխանները իր գրպանում կային եւ նա այդպես էլ խաղում էր։ Ես շատ ուրախ եմ Փիլոյանի համար, քանի որ կրկնում եմ, պաշտպանությունը երբեք մեր ամենաուժեղ կողմը չի եղել, կաղացել ենք, չնայած նրան, որ երբևիցե ֆիզիկապես ամենաբարձրահասակ թիկնեղ տղաներն ունենք, ընտրություն ունենք վերջը, նրանք կարող են պայքարել, մարտնչել, իդեպ նաև որն էլ ավելի կարևոր է, խաղային փորձ ունեն նրանց մեծ մասը։ Պատկերացրեք, որ խաղային պրակտիկա ունեցող այնպիսի մի ֆուտբոլիստ, ինչպիսին Ստյոպա Մկրտչյանն է, մենք այս խաղում չօգտագործեցինք եւ պաշտպանության կենտրոնում փորձեցին խաղալ Գեորգի Արությունյանը, Սերգեյ Մուրադյանը եւ Փիլոյանը։ Սա միանշանակ կարևոր նկատառում էր, որը որ ինձ համար ես առանձնացրել եմ, այսինքն ֆուտբոլիստը պետք է ընկալի, որ եթե նա ինչ պայմաններում դաշտ է դուրս գալիս, դա դուրս է գալիս ոչ թե բացը լրացնելու, այլ կուտակում է վստահություն եւ ենթադրում է, իրավունք ունի ենթադրելու, որ այդ վստահության կրեդիտը ինքը կկարողանա խաղային պրակտիկայի տեսքով վերադարձնել ինքն իրեն, այսինքն ինքը վստահեցրեց, նաև նրան վստահելու են հաջորդ խաղը եւս։ Այդ տեսանկյունից, թիմային ոգու տեսանկյունից շատ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք, որ երկու ավակների, ես ցանկանում եմ այդպես ասել, հավասարազոր ավակների պայմաններում առողջ մթնոլորտի տպավորություն եմ ես ստանում, խոսքը Տիգրան Բարսեղյանի եւ Էդուարդ Սպերցյանի միջեւ է, Սպերցյանի, որը արդեն տարիներ շարունակ ավակի կերպարով Ռուսաստանի ամենաուժեղ ակումբներից մեկում է հանդես գալիս եւ այդտեղ էլի նույն բառը օգտագործեմ, այդ ավակի կրեդիտը, որը նա արդեն կուտակել է, նաև ոչ մեկ անգամ նա թևկապով դուրս է եկել Հայաստանի ազգային հավաքականում, մեծ հաշվով դա
այս ամբողջ միտքս այն մասին էր, որ երկու հավասարազոր ավակներ, որոնք որ իդեպ ասեմ, որ երկու աշխարհների, տարբեր աշխարհների ծնունդ են, այդուհանդերձ դա պետք է հասկանալ, մեզ մոտ միշտ եկել է հա դրսի հայի ընկալումը եւ տեղի հայի ընկալումը եւ այստեղ ինչ փող լրացնող ինչ որ կոնցեպտ եմ տեսնում եւ եթե նրանց միջև այդ իրար հասկանալը եւ համատեղ շահի գործոնը լինի այն աստիճան, որը գերակայի բոլոր այլ հնարավոր խնդիրների նկատմամբ մենք հնարավոր է այդ տեսանկյունից շատ ավելի կուռ ու կարևոր հավաքական ունենանք։ Միանշանակ է առաջինը ես չեմ ասելու, շատ մեր գործընկերներ այդ մասին խոսել են, որ մեր ընտրանու կազմում չի կարող աչք չծակել այն հանգամանքը, որ մասնավորապես Ռուսաստանի հայերի շրջանակը փորձում է իր միջև ընկերություն անել, տեղի հայերի շրջանակը իր միջև է միշտ ընկերական եւ նրանց կապող օղակներ ու ձևեր պետք է գտնել, որպեսզի հավաքականը, որը որ մեր ազգի իդեալական մանրակերտն է, այդուհանդերձ ի տարբերություն մեր պետության եւ մեր արտաքին հարաբերությունների այտենց հեղեղուկ վիճակին, գոնե մենք հավաքականի այդ ավելի փոքր իրականությունում փորձենք այդ եզրերը բթացնել եւ ստանանք ինչ որ մի իրավիճակ, որը որ ավելի ընդունելի է, ավելի ցանկալի եւ վերջապես դա հենց միայն այդ տարբերակով համագործակցելու, իրար հետ աշխատելու եւ իրար հետ խոսելու պայմաններում մենք կարողանանք ստանալ մի ընտրանի, որը ընդունակ է եւ փաստացի խաղերը ցույց կտան, որ կարող է նաև մրցակցություն ապահովել իրենից կարգով ավելի բարձր ընտրանիների։ Հիմա այս տվյալ Հունգարիայի հետ խաղի առաջին խաղակեսում, երբ որ մենք մեծ հաշվով գնդակը զիջել էինք մրցակցին, պաշտպանվում էինք հիմնականում, գործ ունեինք հունգարների շատ ուժեղ պրեսինգի հետ, նրանք ցույց էին տալիս, որ գնդակի կորստից հետո միանգամից փորձելու են այն վերականգնել, իհարկե իր հերթին պետք է ասել, որ հունգարացիների մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, այո, նրանք գնդակը կառավարում էին, բայց մեր տղաները նաև սառը հետևում էին այդ ամեն ինչի, ինչու եմ ընդգծում սառը գլխով, այսինքն իրենք հասկանում են ինչպես պետք է խաղալ առանց գնդակի, դա մի ամբողջ առանձին ֆուտբոլային ինչ ասեմ, հատոր է, որը ֆուտբոլում դու պետք է կարողանաս սերտել, այո կան ընտրանիներ, այո կան ֆուտբոլային իրականությունում ավելի ուժեղ հավաքականներ, որոնք որ պարտադրելու են քեզ խաղալ առանց գնդակ, լինել համբերատար, սպասել քո պահին, որովհետև բոլոր հավաքականներն էլ կարող են սխալվել, կարող են կորցնել գնդակը եւ կարող է նրանց գնդակի վերահսկումը արդյունքի չտալ։ Իսկ դու այդ ընթացքում պետք է լինես միշտ սառը, պատրաստ հարկ եղած պահին միանալու, արագանալու, պատժելու։ Ցավոք սրտի առաջին խաղակեսում մենք կարողացանք անել այդ իրավիճակում առավելագույնը պահել 0-0 հաշիվը։ 0-0 հաշվի պայմաններում գնալ ընդմիջման կարելի է ասել, որ դա արդեն լավ նախապայման է երկրորդ կեսում իրավիճակը շտկելու, վստահ եմ, որ շատերը հենց այդ հուսով ու հավատով էին այդ 15 րոպեները անցկացրել։ Իդեպ եւս մեկ շատ կարևոր գործոն, հա, այդ թեմայով, այն է, որ երկրորդ կեսում մեր գնդակի վերահսկման տոկոսային տարբերությունը աճեց, մեծացավ, այսինքն մեր տղաները հասկացան, որ երկրորդ կեսում կարելի է ինչ-որ մի ձև խաղի վերահսկման թելերից որոշները առնել սեփական ձեռքերը եւ հատվածաբար գոնե ինչ-որ տեղ փորձել մրցակցին ինչ-որ մի բան հակադրել, մեծացավ մեր գոլի հեղինակ դառնալու XG-ն, մենք միակ անկյունային հենց ունեցանք երկրորդ խաղակեսում, նաև հարվածների քանակը մեծ հաշվով չնայած արտացոլում է այն ինչ ունեցել ենք երկու խաղակեսերում էլ դարպասին հարվածները 4-4, բայց այդուհանդերձ պետք է ընդգծել, որ երկրորդ կեսում հենց մեր ամենաիրական գոլային պահերը եղան։ Եվս մեկ շատ կարևոր գործոն երկրորդ կեսի միջնամասում մենք բաց ենք թողնում
գնդակ ավելի շատ հանդիպման երկրորդ կեսի ինչ որ չափով սկզբի հատվածում, չնայած առաջին թվում էր թե 10 րոպեները էլի կարողացել ենք սահուն անցնել հաղթահարել եւ հենց այդ ժամանակ գալիս է ոչ պարտադիր բաց թողած գոլ, որին մենք արձագանքում ենք կրկին շատ adekvat, շատ հանգիստ, առանց որևէ պանիկայի մեծ հաշվով, դեռ ավելին միանգամից արչևի գծում ուժեղացման միտում ունեցող երկու փոփոխություն է րոպեների տարբերությամբ տեղի ունենում, դուրս են գալիս Արարատ Արմենիայի երկու ֆուտբոլիստները, ովքեր որ առաջնությունում բավականին ակտիվ ու աշխուժ ու բավական լավ խաղ են ցուցադրում վերջին շաբաթների, ամիսների անգամ ընթացքում, խոսքը Շաղոյանի եւ Արտուր Սերոբյանի մասին է, նրանք երկուսով փորձեցին ակտիվացնել դաշտից դուրս եկան բավական լավ աշխատած Բիչախչյանը եւ մեծ հաշվով գոնե իմ աչքում առանձնապես որևէ կարևոր գործողությամբ աչքի չընկած Լուկաս Սելարայանը, որը երկար ճանապարհ էր կտրել եկել Արգենտինայից եւ միանշանակ զգացվում էր, որ այդուհանդերձ ճանապարհի գործոնը հսկայական կարևորություն ունի։ Նա ավելի դանդաղ էր որոշումներ կայացնում վրիպումների, գնդակի կորուստների թիվը նրանից թե ինչ կարող է սպասել Լուկասից Սելարայան իր պրայմի շրջանակներում մենք տեսնում ենք, որ շատ ավելի ցածր էր այդ մակարդակը եւ Արտուր Սերոբյանն ու Ժիրայր Շաղոյանը այդ տեսանկյունից շատ ավելի իրար հասկացող տեսք ունեին այս իրավիճակում ցավոք նրանք ոչ այդքան շատ շանսեր ունեցան այս խաղում դե հասկանում ենք օպոնենտն է նաեւ այլ է Հայաստանի առաջնության թիմեր չեն դիմացը հատկապես եզրերում եւ վերջապես արդեն երկրորդ գոլի մասին պետք է նաև ընդգծել մինչ այդ, որ պաշտպանությունում կենտրոնում խաղացող Գեորգի Արությունյանը դուրս եկավ խաղադաշտից, տեղը զիջելով Իսրայելում հանդես եկող Արտուր Միրանյանին, դա արդեն մի քայլ էր, երբ գնում ես, ինչպես ընդունված է ասել, ինչ որ չափով օլին ես խաղում, արդեն դու պաշտպանությունից ֆուտբոլիստ ես անում, դրա փոխարեն հարձակման գծում փորձում ուժեղացնել քո խաղը ցավոք սրտի դա արդյունք չտվեց դրա փոխարեն մենք հերթական սխալից հետո ոչ պարտադիր կոպիտ ասած երկրորդ գնդակն ենք բաց թողնում ամեն դեպքում այո սխալներ կարող են լինել բոլոր հավաքականների հետ ես այս խաղում ընդհանրապես սխալների մասին չէ որ կցանկանայի խոսել ինչու որովհետև սխալներ թույլ են տալիս բոլոր բարձրակարգ հավաքականները այդ թվում նաև օրինակ Չեխիայի ընտրանին Չեխերի հանդիպման Ֆարերյան կղզիների հանդիպման մասին ես առանձին եմ խոսելու ոչ առաջին անգամ ենք մենք խոսում այդ ընտրանում մասին որը փառահեղ ֆուտբոլ է խաղում բոլոր եվրոպական հավաքականներից ամենակարևոր ֆուտբոլային տեսանկյունից մանր պետությունների ոչ ֆուտբոլային պետությունների մասին է խոսքը ամենաարժեքավոր դասերը որ մենք կարող ենք խաղալ դա Ֆարերյան կղզիներից է Կրկնում եմ, մենք այդ մասին առանձին խոսենք, բայց հիմա մենք արեցինք մի քանի սխալ, ոչ այդքան շատ, ինչպես օրինակ նախորդ խաղերում, նույն օրինակ Պորտուգալիայի հետ հանդիպման մասին։ Ընդհանրապես համեմատականներ չեն կարող լինել եւ այստեղ մենք տվյալ դեպքերում պատժվեցինք։ Օրինաչափ է այս հաշիվը միանշանակ այո Հունգարիայի հավաքականը խաղի հիմնական կառավարողներ Խաղի թելը հիմնականում նրա մոտ էր, տեղից տեղ նա թույլ էր տալիս մեզ խաղալու գնդակով, հատկապես երկրորդ խաղակեսում, մենք մեր շանսերը ոչ այդքան լավ օգտագործեցինք, դրվագներ որտեղ որ երևի թե կարելի էր ավելի ճիշտ ընտրություններ կատարել, մենք գնացինք հեռվից հարվածելու փորձերի հետևից, կարճ ասած Հունգարիա հավաքականը իրոք օրինաչափ հաղթանակ է տանում։ Մի ընտրանի, որը մինչև վերջ, ինչպես մեզ մոտ է ընդունված ժողովրդական խոսքը, չոք պայքարել է մինչև վերջ Պորտուգալիայի պես ընտրանու հավաքականի դեմ պարտվել վերջին վայրկյաններին միայն 3-2 հաշվով պարզապես իրավունք չուներ գոնե ոչ այս կերպ հաղթանակ տանելու նրանք իրոք սեփական երկրպագուների աջակցության պայմաններում ցույց տվեցին որ իրենք կարգով շատ ավելի բարձր հավաքական են բայց ամենակարևորն այն է որ մեր ընտրանին
ինչ որ մի հավաքականի խելքը գլխին տղաների կոնգլոմերատի տպավորություն էր թողնում, այսինքն մենք գիտեինք խաղից առաջ ինչ է մեզ սպասվում, մենք խաղադաշտում տեսանք, որ մի հավաքական կա, որը չի վախենում, խաղում է, փորձում է հասկանալ, թե իրավիճակային որոշակի սիտուացիաներով ինչպես կարելի է կառավարել եւ որտեղ պետք է գրոհել, գրոհային ներուժն էլ գոնե մենք ունենք եւ գիտենք, թե ինչպես պետք է դրանից օգտվել։ Հիմա այս խաղում այն արդյունք չտվեց, հաջորդ խաղում մենք հուսով ենք, որ այն կլինի շատ ավելի արդյունավետ, քանի որ մի ընտրանուդեմ ենք խաղում, ու մենք կարող ենք հաղթել, նախկինում հաղթել ենք, նորից երևի թե ընդգծեմ, վերջերս հենց իրանց ենք հաղթել սեփական հարկի տակ։ Եվ մեր խմբի թերևս մյուս հանդիպման մասին, այնտեղ Պորտուգալիան սեփական հարկի տակ ընդունել էր Իռլանդիային։ Ես Իռլանդիայի դեմ խաղի մեկ դրվագ, մեկ շատ կարևոր գործոնք ցանկանայի առանձնացնել դասեր քաղելու տեսանկյունից, վերհիշելով այն նույն չարաբաստիկ առաջին տուրի առաջին հանդիպումը ընդդեմ Պորտուգալիայի, երբ այն տեղի էր ունենում Երևանում։ Իռլանդացիները, որոնք որ ունեն շատ բարձրակարգ որակյալ միջին կարգի ֆուտբոլիստներ Անգլիայի միջին ակումբներից։ Նրանք այդ սառնությունը իրենց հոգում մենտալ հանգստությունը ունեն, չնայած մենտալ ամենահանգիստ ժողովուրդների շարքին նրանք որևէ կերպ չեն դասվում, եւ նրանց քայլերի հաջորդականությունը, նրանց աշխատանքը, այն գործողությունների սիմետրիան, որը կա պաշտպանների գործողություններում, կիսապաշտպանական գծի ֆուտբոլիստների գործողություններում, դա մեկ բան է, մի շատ կարևոր գործոն, որը որ մեզ միշտ պակասել է։ Նրանք մեծ հաշվով ամբողջ հանդիպումն անցկացրել են առանց գնդակի, կարգապահ, առանց քաոսային ինչ-որ որոշումների, շատ ավելի ուժեղ ու բարձրակարգ ֆուտբոլիստներով Պորտուգալիայի դեմ գրեթե հավասար մինչև վերջ պայքարեցին եւ թվում էր, թե հենց այդ զրոների պարագայում էլ նրանք կարողանալու են այս հանդիպումն ավարտեն եւ մեկ միավորով կհեռանան Լիսաբոնից։ Այդպես չստացվեց, նրանք պարտվեցին։ Որպեսզի դուք ընկալեք, թե ինչ տարբերության մասին է խոսքը Իռլանդիա-Պորտուգալիա դիմակայությունում գնդակի վերահսկման տոկոսի տեսանկյունից, դարպասին հարվածների, մրցակցի դարպասին հարվածների տեսանկյունից, անգամ Իռլանդիան զիջում է Հայաստանի հավաքականին ընդդեմ Պորտուգալիայի այդ երևանյան դիմակայությանը, նրանց մոտ բոլոր այդ գոլին ուղղված գործողությունները հավասար էին գրեթե 0-ի, եւ այս պայմաններում մեկ կարևոր շատ էական գործոն էր կրկին եւ կրկին նրանք առանց գնդակի շատ լավ են խաղում, նրանք սառն են, միանշանակ ու հստակ իրենց որոշումներում, չի զգացվում քաոսային սումբուր գործողությունների ցանկություն, միտում անգամ, նրանք հեռացնում են գնդակը, վերադասավորվում, նորից իրենց ամբողջ կենտրոնացվածությունը ուղղում դեպի այն մարդն ու այն զոնան, որտեղ որ պետք է իրանք տվյալ պարագայում իրավիճակային շարունակեն աշխատել։ Դա հսկայական կարևորություն է եւ 90 րոպե կարողանալ այդ գծերը պաշտպանական պահել այնպես, ինչպես որ պետք է, չթերանալ, իսկ անգամ եթե դու թերացել ես, գործընկերդ, խաղընկերդ գալիս է եւ օգնում քեզ, դա շատ կարևոր է։ Նրանք դիմացան 91 րոպե, լրացուցիչ 7 րոպեներ ավելացվեցին մրցավարի կողմից հիմնական ժամանակին եւ հենց այդ ավելացված րոպեների հենց առաջին վարկյանների ընթացքում էլ չարաբաստիկ իրենց համար չարաբաստիկ գոլ են բաց թողնում այն դեպքում երբ որ իրենք շատ կարգապահ ֆուտբոլ էին խաղացել ամբողջ խաղի ընթացքում որքանով է սա մեզ համար ձեռնատու գալիք խաղից առաջ հիմա սահուն անցում կատարենք Լիսաբոնից դեպի Դուբլին որտեղ որ արդեն Կիրակի օրը երեկոյան ժամանել էր Կիրակի օրը երեկոյան թե առավոտյան էր կդժվարանամ ասեմ բայց Կիրակի օրը ժամանել էր Հայաստանի ազգային հավաքականը Գիտեք միանշանակ է որ Իռլանդիային պատիվ չի բերում այս ընտրական փուլում գտնվել
վերջին հորիզոնականում 1 միավորով։ Այն դեպքում, երբ որ նրանք արժանի խաղեր են խաղացել իրենց կտրվածքով։ Այո, պարտվել են Հայաստանի ազգային հավաքականին եւ այդ պարտությունը իրենց համար ամենադառը պարտություններից մեկն է տվյալ ընտրական փուլում։ Այո, նրանք կարող էին իրենց հաշվարկների շրջանակներում ունենալ արդեն 4 միավոր։ Հավասար այնքան, ինչքան երկրորդ տեղում գտնվող Հունգարիայի ընտրանին։ Հունգարացիները մեր նկատմամբ տոնած հաղթանակից հետո մրցաշարի նահատակում 4 միավորով երկրորդ տեղում են։ Մենք 3 միավոր ունենք, 3 միավորին արժանի երրորդ հորիզոնական, 4-ը Իռլանդիան է։ Խաղում ենք Իռլանդիայի դեմ նրա դաշտում։ Միանշանակ բարդ է լինելու։ Նախորդ մեր եթերներից մեկի ժամանակ ես տենց բավական երկար խոսեցի, թե ինչ կարելի է ակնկալել խմբային փուլում անգամ Իռլանդիայի դեմ հաղթանակից հետո մեր շանսերի մասին, եթե խոսանք, ինչ է ասել մեր շանսեր։ Մեր շանսերը դա այն էր, որ Երևանյան դիմակայությունում ընդդեմ մի ընտրանու մենք այստեղ հաղթել ենք, պետք է փորձենք հաղթել։ Եվ դա մենք արեցինք։ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ մենք ունեինք շատ լուրջ առավելություն եւ հաղթեցինք 2-1 հաշվով։ Մեծ հաշվով այդ կետից սկսած ես այդ հավաքականից սպասում եմ միայն լավ եւ որակյալ ֆուտբոլ։ Ու պետք է ընդգծեմ, որ լավ եւ որակյալ ֆուտբոլ ես տեսա ընդդեմ Հունգարիայի ընտրանու։ Մի հավաքականի դեմ, որը որ բավական բարձրակարգ է, ունակ բոլոր եվրոպական մեծ գրանտների դեմ խաղալու, մենք կարողացանք նման հավաքականի դեմ խաղալ նրա իսկ դաշտում։ Հիմա Իռլանդիայի հետ պատասխան խաղում, հիշելով դառը հիշողությունները, մանավանդ այն ստադիոնից, որտեղ տեղի են ունենալու այդ դիմակայությունը, մենք պարտավոր ենք կրկին լավ ֆուտբոլ խաղալ, արժանի ֆուտբոլ խաղալ։ Եվ այդ արժանի ֆուտբոլը հիմնականում պարգևատրվում է, գիտեք, արժանի մրցակիցների դեմ խաղերում նայն պարգևատրվում է։ Մի փոքր ավելի աչառ լուրջ լինել, որոշ տեղերում հասնել, ավելացնել եւ վստահեցնում եմ ֆուտբոլը շատ արդար խաղ է, ինքը պարգևատրում է նրանց, ովքեր որ հավատում են եւ դուրս են գալիս անհավասար պայքարի կարգով ավելի բարձր ընտրանիների դեմ խաղերում։ Իռլանդիան այն հավաքականը չէ, որից որ պետք է մենք վախենանք, զգուշանանք։ Իռլանդիայի հավաքականը այն հավաքականն է, որը մեզ պարտվել է։ Մենք գիտենք նրանց հաղթել, նույն տղաներն են, ոչ մի ավել մարդ, ոչ մի պակաս մարդ, ոչ մի աստեղային ֆուտբոլիստ, որը գալու է եւ մենակով իրավիճակ փոխի, կարող է ճնշում գործադրել մեր տղաների նկատմամբ։ Ոչ, դեռ ավելին մենք ունենք մեր կազմում համալրումներ, անկյունակարային կարևորության ֆուտբոլիստներ, որոնք որ մեր պես հավաքականների ընկալման շրջանակներում կարող են իրավիճակային շատ կարևոր գործողություններով շրջադարձել, պրոստը շրջադարձային լինի նրանց որոշ գործողություններ։ Ինչ եմ ցանկանում որպես հետգրություն Իռլանդիայի հետ հանդիպումից առաջ ասել, քանի որ այս հաղորդումից անմիջապես հետո այն մեկնարկելու է։ Կազմի փոփոխություններ թերևս ես չեմ տեսնում։ Այո, հարձակման սուր ծայրում հնարավոր է Ռանոսին տեսնել նաև, քանի որ վերջին խաղերի ընթացքում նա Մյունխեն-Գլադբախի Բորուսիայում խաղաժամանակ ստանում է, դեռ ավելին անգամ նա գոլի եղինակ է դարձել։ Իհարկե նրա ստացած խաղաժամանակը ընդամենը 10-17 մրցավարի կողմից ավելացված րոպեներն էլ եթե գումարում ենք 20 րոպե խաղաժամանակ նա ամբողջական Մյունխեն-Գլադբախի Բորուսիայում չի ստացել։ Բայց ամեն դեպքում Գերմանիայի առաջնությունը դա այն մակարդակն է, որը համադրելի է հավաքականների մակարդակին։ Այո, նա ունի որակներ, որոնք որ ստիպում են հաճախ ինչ մտածել, որ նման խաղերում երևի թե ավելի լավ է հենց Ռանոսը լինի հարձակման սուր ծայրում մեր այն հարվածային ուժն ու որակը, որը նա կարող է փոխանցել մեր ընտրանուն։ Այլ դիտարկումներ ես չեմ կարող ասել, չունեմ, քանի որ զգուշավոր եմ, թերևս դա կարող եմ ավելացնել, ընդգծել, քանի որ մեր ընտրանու տղաները որքան էլ իրար հավասար են, իդեպ ես դա ամենայն ազնությամբ եմ ասում, միայն մի քանի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որոնք որ անհնար է փոխարինվեն
իմ պատկերացումներն։ Այո, նրանք այնքան բարձրակարգ են մեր հավաքականի համար, որ նրանց ցանկալի է ձեռ չտալ։ Բայց եւ ունենք փոխարինողների այնպիսի նստարան ու այնպիսի տղաներ, որոնց անունները հնարավոր է շատերին ոչինչ չեն ասում։ Այն նույն մարդկանց, ովքեր որ հանդիպման հենց այս հանդիպման մասին մեր այս թողարկման սկզբում անդրադարձա, մարդկանց, ովքեր որ բիսեդկայի մակարդակի քննարկումներ են ծավալում, այո, հնարավոր է մեր ընտրանուի հրավիրված որոշ ֆուտբոլիստների անուններ, նրանք որևէ կերպ անգամ արտասանել ու հիշել, մտապահել չեն կարող։ Հիշենք օրինակ Արմենիայից Կարեն Մուրադյանի մուտքը, ով բավական լավ ֆիզիկական պայքար սկսեց առաջարկել, շատ քիչ խաղաժամանակ ստացավ, բայց որն ամենակարևորն է, նրա դիրքի ֆուտբոլիստի համար նա որևէ սխալ փոխանցում չի կատարել, 100%-անոց ճշգրտություն այդ առումով։ Նա պայքարներ է հաղթել, դուելներ, որոնք շատ կարևոր է հենց այդ դիրքի ֆուտբոլիստի համար։ Ես շատ ուրախ եմ, որ այդ տևական դադարից հետո նա խաղաժամանակ ստացավ, նա իրեն արդարացրեց այդ փոքրիկ ժամանակահատվածում, որը նա ստացավ, կարելի ասել, որ նա իր այդ փոքր շանսը իդեալական եւ մաքսիմալի վրա օգտագործեց։ Ես կցանկանամ, որ ամեն ֆուտբոլիստ, ով դուրս է գալիս հավաքականում, հենց այդպես վարվի այդ ամեն հպման հետ, որը շանս է ստանում եւ նրա մարմնի ինչ որ մի մաս շփվում է գնդակի հետ։ Նա պետք է մաքսիմալը քաղի այդ իրավիճակում եւ հենց այդ դեպքում մենք վստահեցնում եմ, որպես պարգև մենք իրավունք կունենանք պահանջելու 3 միավոր։ Իսկ առհասարակ պետք է լինել շատ ռացիոնալ եւ համարել օրինաչափ, որ մեր ընտրանին այս փուլում իր գրեթե մաքսիմալ միավորների քանակն ունի այս պայդրությամբ։ Այո, մենք կարող ենք միավոր ու միավորներ ակնկալել Իռլանդիայում, մենք կարող ենք պայքար առաջարկել Հունգարիային այստեղ Երևանում։ Ինչ կլինի վերջին տուրում ընդդեմ Պորտուգալիայի, դա միայն կանխատեսումներ են, որոնք որ ես միշտ չէ որ ցանկանում եմ անել, քանի որ կանխատեսել որևէ բան, հավատ ներշնչել մի մրցակցի նկատմամբ, որը ակնհայտ ուժեղ է, թե Եվրոպայում, թե ամբողջ աշխարհում, աշխարհի առաջնության հավակնորդներից մեկն է միանշանակ Պորտուգալիայի ընտրանին, այն հավաքականներից մեկն է, որը գնում է ԱՄՆ, Կանադա եւ Մեքսիկա, վստահեցնում եմ, իսկ նա գնալու է այնտեղ, նա լինելու է այդ հնարավոր հաղթողի հնգյակի շարքում։ Կազմը, խորությունը, վարպետությունը եւ ամենակարևորը փորձը։ Նման հավաքականի դեմ վերջին տուրի խաղում մեզ մնում է պարզապես հանգստանալ եւ հաճույք ստանալ, տեսնել, հուսալ, որ մենք տեսնենք մի ընտրանու, որը Երևանյան խաղի եւ դիմակայության սխալները չի անի։ Իսկ հիմա այս պահին առաջարկում եմ պարզապես կենտրոնանալ հավատով ամենակարևորը եւ հույսերով, որ մեր տղաները կկարողանան առանց որևէ լուրջ սխալի կենտրոնացվածությամբ, այնպես ինչպես դա անում է ֆարերյան կղզիները, իրենցից ավելի կարգով շատ ավելի ուժեղ հավաքականների պարտադրել իրեն հետ հաշվի նստել։ Իսկ հիմա խոստացածս դիտարկումները ֆարերյան կղզիների պես ֆուտբոլային ֆենոմենի մասին։ Եվրոպական որակավորման գոտու L խմբում կա մի հավաքական, որը ամենաարժանի ֆուտբոլն է խաղում, հաշվի առնելով այն պարզ գործոնը, որ դա ընդամենը գաճաճ պետության ընտրանի է, որի բնակչությունը 53,000 է պլյուս մինուս, այնտեղ մի քանի ընտանիք ավել պակաս։ Ձկնորսների պետություն եւ ձկնորսությամբ հիմնականում զբաղված այդ պետության ներկայացուցիչները պարզվում է կարող է հնարավոր է ռացիոնից է, բայց նրանք շատ դա ինձ համար գոնե իրացիոնալ բացատրություն է, բայց նրանք շատ ռացիոնալ ֆուտբոլ են խաղում։ Չափված ձևած կարգապահ եւ իրենց ֆուտբոլային պատմության ընթացքում առաջին անգամ 3 պաշտոնական խաղերում նրանք 3 անընդմեջ հաղթանակ են տոնում, որի կապակցությամբ արդեն ծափերս հիացմունքս։ Սեփական արկի տակ նրանք վերջին հանդիպման ժամանակ հաղթել են Չեխիայի ընտրանուն, Չեխիային հաղթել է իհարկե ավանդաբար ինչ որ գաճաճ պետություններից կամ փոքր պետություններից մեկը մյուսին է ժառանգություն բաժինացնում, մենք էլ այդ աշխարհում անմասն չենք, նույն հաշվով իդեպ 2-1 նրանք հաղթում են։
Որն է կարևոր, որ հիմնականում գոլերն ու իրադարձությունները բաժին ասավ երկրորդ խաղակեսին Ֆարերյան կղզիների ներկայացուցիչները ֆանտաստիկ հակագրոհի ժամանակ կարողացան օգտվել առաջինները հենց իրենց շանսից, բացում են հանդիպման հաշիվը, րոպեներ անց չեխերը պատասխանում են 1-1։ Իդեպ ամբողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ունեցած չեխերը, որոնք որ տպավորություն էր, որ հեսա ճզմելու են, սեղմելու են։ Եվ միանշանակ է, որ նրանք կհեռանան այստեղից այդ ու անդերց 3 միավորով։ Րոպեներ անց թույլ են տալիս բացառիկ սխալներից մեկը սեփական կիսադաշտում, ոչ այդքան հեռու տուգանային հրապարակից եւ փաստացի հնարավորություն տալիս Ֆարերյան կղզիների ներկայացուցիչին ցույց տալու իր սառնասրտությունը։ Նա էլ ապացուցում է, որ այդ առումով իրենց կլիմայական գոտում սառնասիրտ լինելը ոչ միայն ողջունվում է, այլ նաեւ կենսակերպ է։ Նա ձևակերպում է հանդիպման վերջնական հաշիվը 2-1։ Ֆարերյան կղզիների ներկայացուցիչները տարել են այդ կերպ իրենց 4-րդ հաղթանակը 5 հոգանոց ենթախմբում, L խմբում, կրկնում եմ, որտեղ որ իհարկե հա կա բացահայտ հետնապահ Ջիբրալթարն է եւ չես ասի, որ Չեռնոգորյան թուր հավաքականների շարքին է պատկանում, առանձնապես չեմ էլ խոսում ակնհայտ համաշխարհային հեգեմոնի, ինչպիսին Խորվաթիայի ընտրանին է եւ ֆուտբոլային գերտերության, որ ավանդաբար ունի շատ ուժեղ հավաքական եւ ֆուտբոլային ավանդույթներ չեխերի մասին։ Նրանք հիմա երրորդն են 12 միավորով եւ ուշադրություն երկրորդ հորիզոնականում գտնվող Չեխիային, նույն Չեխիային, որին նրանք պարտության են մատնել, զիջում են ընդամենը 1 միավոր։ Այստեղ պետք է հաշվի առնենք մենք հանգամանք, որ մեծ հաշվով այո չեխերը ապահովել են, որքան էլ որ դա մի քիչ անարդար է Ֆարերյան կղզիների ներկայացուցիչների նկատմամբ հնչում իրենց երկրորդ հորիզոնականը։ Ինչու որովհետև չեխերը վերջին տուրում սեփական արկիտակ խաղալու են խմբի հետնապայի, ակնհայտ հետնապայի Ջիբրալթարի դեմ։ Իսկ ահա Ֆարերյան կղզիների ներկայացուցիչները գնալու են եւ հյուրընկալվեն խմբի առաջատար իր հարցերը մեծ հաշվով արդեն լուծած Խորվաթիայի ընտրանում։ Բայց չհիանալ չես կարող։ Փաստացի իրենց շանսը ունեն։ Եվ իրենց շանսերի շրջանակներում պետք է հաղթեն Խորվաթիային Խորվաթիայի դաշտում, ակնկալելով, որ օրինակ նույն Չեխիան չի կարողանա հաղթել, օրինակ ոչ ոքի խաղա։ Ամեն ինչ հնարավոր է ֆուտբոլում եւ գիտեք, ես այս շատ փոքր չնչին հույսը, որը նրանք ստացել են, այնքան փայլուն, այնքան գեղեցիկ է ինձ թվում, որ ես Ֆարերյան կղզիների ներկայացուցիչների փոխարեն տես ինչ-որ մի տեսակ հաճույք եմ ստանում։ Նրանք հենց մեր հավաքականի դեմ խաղերում էլ ապացուցել են, որ պարզապես կարգապահ ֆուտբոլի մարմնավորումն են իրենք իրենցով եւ ամեն իրենց քայլով, ինչպես են նրանք կարողանում իրենց չնչին դրվագներն օգտագործել, ինչպես են նրանք համբերատար սպասում իրենց շանսին, առանց որևէ քաոսային գործողության, առանց որևէ գլխի կորույս sense որոշումների։ Նրանք շատ սառն են եւ ես խորհուրդ եմ տալի բոլոր նրանց, ովքեր որ իրապես ֆուտբոլ սիրում են, անկախ նրանից թե ինչ հավաքականի անունն է այնտեղ գրած, առաջարկում եմ իրոք դիտել, նայել ու վայելել հանդիպման վտանգավոր պահերը, ամենասուր պահերը, ինչպես եւ առհասարակ ոնց տեղի ունեցավ այդ Ֆարերյան հրաշքը եւ նրանք կարողացան 2-1 հաշվով հաղթել Չեխիայի պես հզոր հավաքականին 3 անընդմեջ հաղթանակ իրոք արժանի է այս խաղը առանձնահատուկ։ Այո, ես խաղային օրերից մեկը երեկոս նվիրել եմ Ֆարերյան կղզիներ Չեխիա հանդիպմանը։ Ամբողջ խաղը դիտել եմ մեծագույն հաճույքով եւ ընթացքում չեմ կարող չխոստովանել, որ երկրպագում էի Ֆարերյան կղզիների պես համեստ հավաքականին։ Ստադիոնը իդեպ ամբողջությամբ լցված չէր, դա էլ հարց է երևի թե ֆարերցիներին, թե ինչու էր այդպես, որ ասեմ շատ է հետաքրքիր չէ, բայց ես մտածում եի, որ այդուհանդերձ նման պատմական արդյունք արձանագրած ընտրանին, որը որ նման պոտենցիալով լավ խաղով աչքի էին կնում, պետք է որ գոնե սեփական կղզիների շրջանակներում մի քիչ ավելի մասսայականություն վայելեր, մանավանդ որ ֆարերցիները շատ սպորտային ժողովուրդ են, այնտեղ բոլորը զբաղվում են ինչ-որ մի բանով, բացի նրանից, որ նրանք օրինակ իրենց պետական համակարգում շատերը պարզապես հիմնական գործ ունեն եւ այս ամեն ինչը ինչ մենք տեսնում ենք այստեղ սրանց հոբբիի եւ
լավ եւ առողջ կերպ ժամանակ օգտագործելու երկրորդ, հնարավոր է անգամ երրորդ միջոցների ցանկում է ֆուտբոլը։ Չգիտեմ, սա մի հետաքրքիր պատմություն, առաջարկ բոլոր նրանց, ովքեր որ ֆուտբոլը մաքուր վիճակում շատ են սիրում, դիտեն նայեն եւ հաճույք ստանան, ինչպես հաճույք եմ ստացել նաեւ ես։ Մեր ընտրանուն ես ցանկանում եմ հաջողություն, քանի որ հավատը հաջողության նկատմամբ ամենակարևոր բաներից, գործոններից մեկն է։ Շատ ֆիլմեր կան, որտեղ որ ասում են, որ հույսը շատ վտանգավոր բան է, բայց ֆուտբոլը հենց դրա հակառակի մասին պատմություն է, պատմություն, որտեղ որ հավատը սեփական հաջողության նկատմամբ երևի թե գործի շատ մեծ ու անկյունաքարային մասն է։ Միանշանակ է, որ մեր հավաքականի երկրպագուների շրջանակներում այդ հույսը մեծ եւ պայծառ դրոշով ծածանվում է եւ այդ հույսը պետք է արդարացնեն մեր տղաները, նրանք էլ պետք է այդ հույսը իրենց գլխավերևում պահած թիկնեղ լայնուսերով հպարտ հայացքով նայեն դեպի առաջ, հավատան իրենց եւ հավատան, որ մենք իրենց հավատում ենք։ Հուսամ, որ եկող շաբաթ մենք արդեն հաղթանակած հանդիպման մասին քննարկում այստեղ կունենանք եւ հնարավորության դեպքում նաեւ քննարկենք, դիտարկենք այն ամեն ինչ, ինչ կարելի է մեր ընտրանուց առհասարակ սպասել։ Իսկ այս հավաքականը իր պոտենցիալով, իր խաղացողների որակներով եւ այն հնարավորություններով, որոնք որ բացվում են այս ամենից հետո, իրոք ինչ որ մի միավոր է, որը կարող է եղանակ փոխել։ Հավատանք իրար, հավատանք մեկ-մեկում մեր ընտրանին հաջողություն, գալիք շատ պատասխանատու խաղում, իսկ մենք կհանդիպենք գալիք շաբաթ, երեքշաբթի օրը նույն ժամին, նույն տեղում։ Հաջողություն։